Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Սամվել Կարապետյանի հետ կապված իրավապահների գործողությունները որակել է որպես նախադեպը չունեցող դեպք։ Նա նշել է, որ իրավապահները ժամեր անց հետապնդում են սկսել ընդհանրապես կարծիք հայտնելու համար։ Ողջամիտ փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում, գրել է Համբարձումյանը։ Նա ընդգծել է, որ գործողությունների քաղաքական ենթատեքստը հրապարակային գրառումներով ակնհայտ է դառնում։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որի համաձայն քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 8 անշարժ 2 շարժական գույք, 5 իրավաբանական անձում մասնակցություն 1 միլիարդ 550 միլիոն 258 հազար դրամ, որպես ստացված ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ, 8 միլիոն 419 հազար դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող եւ բարեխիղճ սերբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար։ Վերաքննիչ դատան ուժի մեջ է թողել Ջալալ Հարությունյանի 5.5 տարվա ազատազրկման դատավճիռը 44-օրյա պատերազմում 20 զինծառայողի մահվան գործով։ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայության անփույթ վերաբերմունքի համար։ Քրեական գործի տվյալներով գեներալը թշնամուն ներկայացրել է որպես մերոնք, ինչի հետևանքով զինծառայողները չեն կարողացել պաշտպանվել։ Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենայի հետ կապված վրացական կողմը այսօր դրական թույլտվություն է տվել։ Նրանք դուրս են եկել Մաքսային տարածքից, վերին Լարսով գնում են դեպի իրենց վերջնագետ Ռուսաստան։ Ըստ էկոնոմիկայի նախարարի վրացական կողմին առաջարկել են մեխանիզմ, եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, ապա համատեղ փորձանմուշ վերցնել եւ ուղարկել եվրոպական մի լաբորատորիա ուսումնասիրության։ Նախարարը չի մանրամասնել վրացական կողմը համաձայնվել է այս առաջարկին, թե ոչ։ Հայ-վրացական սահմանի մաքսատան ծառայողները Հայաստանից Վրաստան թմրանյութերի խոշոր խմբականակի ներկրում են կասեցրել, հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Հայաստանից եկած բեռնատարում վրացական մաքսատան ծառայողները հայտնաբերել են մոտ 300 կիլոգրամ հերոին։ Մաքսակետի աշխատակիցները բեռնատարի կցորդիչի զննության ժամանակ գտել են արտաքուստ աղբյուրի նմանվող 600 պլաստիկ տարա։ Դրանցում էլ հայտնաբերվել է 31 միլիոն դոլար արժողությամբ 298 կիլոգրամ թմրանյութը։ Բեռնատարը Վրաստանի քաղաքացի է վարել, նրան մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։